այն որ ապահովագրությունը երկրի բժշկագիտության, սոցիալ-տնտեսական զարգացման եւ բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ եւ պարտադիր պահանջ էր, դա չի քննարկվում։ Պարզապես Հայաստանի Հանրապետությունում շատ տարօրինակ ընթացակարգով է այն ընդունվել։ Սկզբից ընդունում են օրենքը, այնուհետև գնահատում խնդիրները կառուցվածքային, ենթակառուցվածքային եւ այլ, որի արդյունքում փաստացի Հայաստանի Հանրապետության բնակիչը, որը ապահովագրված է, գնում է եւ առաջին իսկ փորձի դեպքում հանդիպում է խնդիրներին։ Խնդիրները բազմազան են, սկսած օրենսդրական դաշտի անհամապատասխանությունից վերջացրած բանալ նրանով, որ բժշկական հանրույթի մեծ մասը չի տիրապետում ինչպես պետք է վարվի ապահովագրված հիվանդի հետ։ Դրա արդյունքում հիվանդներին ասում են գնացեք 1 ամիս հետո եկեք, շատ հիվանդներ, որոնք որ 1 անգամ ապահովագրության շրջանակներում որևէ հետազոտություն են անցնում, համակարգը թույլ չի տալի, որ նորից ինչ-որ այլ հետազոտություն անցնեն։ Մի խոսքով բազմաթիվ խնդիրներ կան, որոնք որ բերում են նրան, որ ապահովագրված հիվանդը չի օգտվում իր իրավունքից։ Ինչ է ասում առողջապահության նախարարությունը, ասում է մենք օպերատիվ փորձում ենք լուծել խնդիրները, սակայն խնդիրներ կան, որոնք որ պետք է գույքագրվեին, գնահատվեին, նոր անցնեին ապահովագրության, որովհետև փորձել ճշտել եւ այնուհետև օպերատիվ լուծելու դեպքում կորցնում ենք ժամանակ, իսկ առողջապահության մեջ ժամանակ ամենակարևոր բանն է։ Այսինքն շտապեց պետական կառույցը, կառավարությունը, ինչով էր պայմանավորված այդ շտապողականությունը։ Իմ անձնական գնահատականով եղել էր խոստում իրենց նախընտրական, որ պետք է ունենային ապահովագրություն, մինչև 2023 թվականը պետք է արդեն մեկնարկված լիներ, ունեին դեդլայներ, որոնք որ մի քանի անգամ իրենք հետաձգել էին, որի արդյունքում շտապողականությամբ նախընտրական, այսպես ասած, ակցիա արեցին, որ մենք այն քաղաքական թիմն ենք, որը ներդրեց ապահովագրությունը։ Եվ արդեն քաղբանտարկյալների թեմային անդրադառնանք, մասնավորապես Նարեկ Սամսոնյանի եւ առողջապահության տեսանկյունից, որպես ոլորտի մասնագետ, ինչպես կգնահատեք այս պահին, ըստ լուրերի Նարեկի առողջական վիճակը, ինչքան կարող է դեռ ձգել եւ ինչու է ձգձգվում նրա բժշկական կենտրոն տեղափոխումը, ճիշտ է 3 տեղափոխեցին, հետո հետ տարան քրեակատարողական նորից։ Այո, Նարեկ Սամսոնյանի վիճակը օր-օրի ծանրանում է, ըստ փաստաբանների հայտարարությունների արդեն իսկ մենք ունենք լուրջ առողջական խնդիրների հետ, այսօր 15-րդ օրն է, որ Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է սննդից, իսկ տարբեր միջազգային, այսպես ասած, ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ անչոր ուրեմն հացադուլի դեպքում մարդիկ կարողանում են դիմանալ 20 օր, իսկ եթե ջուր խմում են, ապա մի փոքր ավել։ Իրականում այն փուլում է Նարեկ Սամսոնյանը, որ իրեն մոտ օրգանիզմի վիսցերալ օրգանների անդառնալի փոփոխությունների վտանգ կա եւ ցավոք սրտի պետական համակարգը իդեմս առողջապահության նախարարության, որովհետեւ կալանավորների եւ դատապարտյալների առողջապահության պատասխանատվությունը բացառապես առողջապահության նախարարության տիրույթում է, նրանք ցույց են տալիս անհասկանալի, անտարբեր վերաբերմունք, որի արդյունքը մենք տեսնում ենք, իմ համար շատ տարօրինակ է, որ առողջապահության նախարարը անգամ մեկնաբանում է իր անձնական հագուստի աքսեսուարների գները, բայց երբ որ մարդկային կյանքերը այնտեղ օր-օրի, այսպես ասած, վատթարանում են, ոչ մի արձագանք չունենք։